Եթե ուշացել ես, կարծում ես նոր տարվան արդեն դրան շեմին է եւ դեռ նվերներ չես գտնել, հաստատ նայրես ռիլը մինչեւ վերջ, խոսելու եմ 7 բրենդի մասին, կարծում եմ վերջում կկողմնորոշվես, թե ինչ գնես եւ ոնց։ Ոճային գրավիչ նվերներ ես փնտրում, կարծում եմ լինել ստուդիոյից գնված նվերը քո ծանոթը երկար ժամանակ կհիշի։ Լինելը հավատացած է, որ դու պետք չի դիզայնի մեջ լինես շատ խիստ ու լուրջ, ինքը ֆանտազիան եւ ստեղծագործությունը համատեղում է պրակտիկ լինելու հետ եւ ստեղծում է շատ հետաքրքիր կերամիկայից աշխատանքներ։ Իր նոր տարվա այս խաղալիքները շատ հետաքրքիր են, նաեւ ունի մոմակալներ եւ մանկական հավաքածո, որ ես անձամբ շատ եմ հավանում։ Երկրորդը 995 ստուդիոն է, որ կարծում եմ կհետաքրքրի վինտաժ գնահատողներին։ Իրենք իրենց ստուդիոում ունեն նաեւ շատ հետաքրքիր վինտաժ կահույք։ Ես շատ սիրում եմ այս 80-ականների ծալվող աթոռը, բայց այսօր ձեզ համար առանձնացրել եմ որպես նվերի idea այս ծաղկամանները։ Կարծում եմ 12000 դրամ էր եւ գինն էլ մաչելի։ Երրորդը Bruten Ceramics-ն է, հիմնադրված Մանեի կողմից։ Մանեն ոչ միայն շատ տաղանդավոր է, այլ շատ լուսավոր եւ լավ մարդ։ Իրենց հետաքրքիր ծաղկամաններից, բաժակներից, թեյնիկներից բացի վերջերս համագործակցեցին Անուշ Գուրգենյանի հետ, որը իլյուստրատոր է եւ հետաքրքիր աշխատանքներ է արել Մանեի մինիմալիստական աշխատանքների վրա։ Երկու հավաքածո ունեն։ Առաջինը հայկական հեքիաթների սիրված հերոսներն էր նկարազարդված, իսկ երկրորդը Ամանորիա։ Մյուս բրենդը, որ կուզեմ խոսել իր մասին, Փոլեթն է, իմ ընկերուհի, տաղանդավոր գրաֆիստ, նաեւ Շիզարոյի համահիմնադիր եւ քրեատիվ դիրեկտորն է։ Ունի շատ հետաքրքիր գրաֆիկական դիզայն, կարող եք հետևել իր էջին եւ նաեւ այս վերջերս իր իլյուստրացիաներից պատկերել է շարֆերի վրա, որ կարելի է լինել շատ լավ նվերների առաջարկ։ Ստուդիո Քերանի Անի Շավերդյանը արցախցի կերամիկայի մասնագետ է, աշխատանքներում ապրում են Արցախի հիշողություններն ու երազանքները։ Կավագործությունը իր համար խաղաղության եւ մանկության ջերմ հուշեր հիշեցնողն է։ Այս բաժակը եւս իր աշխատանքներից է։ Մյուս տարբերակը Ֆորտունան է, որ հարմար կարող է լինել բոլոր այն մարդկանց համար, որ հայկական դիզայներներից բացի սիրում են տեսնել նաև ինչ-որ հավաքածո այլ բրենդներից արտասահմանյան։ Ֆորտունայից առանձնացրել եմ երկու տարբերակ։ Այս ծաղկամանը, որ եթե չեմ սխալվում, Քարթայ Բասանեսի բրենդից է եւ եւս այս մանկական ծածկոցը, որ ինչ-որ 58%-անոց բուրդ է եւ կարծում եմ կարող է լինել շատ լավ տարբերակ նվիրելու համար։ Վերջինը Տաթև Քամի բրենդն է, որ երկու ռուս արտիստ են, միացել են իրար եւ ստեղծել են այս բրենդը։ Ունեն շատ հետաքրքիր կերամիկական խցաններ, որ իմ համար ամենից հետաքրքիրներից է իրենց աշխատանքներից։ Ունեն նաեւ զարդեր, որ ստեղծում են վերամշակված պլաստիկից, ինչ որ էմալից, պղինձից եւ նաեւ ունեն ուրիշ աքսեսուարներ ու վզնոցներ։